Այս դատավարություններում մենք կարմիր գծի պես տեսնում ենք մի ուղղություն, որ բոլոր գործողությունները ծրագրավորվել են, նախապատրաստվել են և հրահանգավորվել են Հայաստանի Հանրապետության կողմից։ Դատավարությունը մեծ հաշվով Արցախի ինքնորոշման իրավունքի դատապարտման մասին է։ Այսինքն մեղադրյալի աթոռին Արցախի ողջ բնակչությունն է։ Մենք ունենք արդեն իսկ բազմաթիվ դատական ակտեր, երբ Եվրոպական դատանը արձանագրել է, որ Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն խախտել են անձի իրավունք, օրինակ, չգիտեմ, սպանել են փակ հաստատությունում գտնվող հային, գերիներ, որոնք ենթարկվել են բռնի անհետացման։ Հիմա այս բռնի անհետացածների թիվը 80-ն է, առնվազն 80-ը, եւ եթե մենք հրաժարվում ենք հայցերից, ստացվում է, որ մենք լեգիտիմացնում ենք ադրբեջանական ձեռքբերումները, եւ այն, որ Ադրբեջանը փորձում է ամեն գնով հեռանալ իրավական հարթակներից, մեզ համար վկայություն է, որ խաղաղություն չի կարող լինել։ Բարև ձեզ, հարգելի հետևորդներ, այսօր Պանորամա հարցազրույցների տաղավարում հյուրընկալել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի պաշտպան, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանին։ Բարև ձեզ, Ակել Սահակյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Բաքվի դատարաններում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ մեր մյուս գերիների դեմ բեմականացված դատական ֆարսը։ Այն որևէ աղերս ունի իրավունքի հետ եւ ինչ եզրակացության կարող են գալ դատարանից բացառապես ադրբեջանական պետական լրատվամիջոցներով տարածվող սահմանափակ եւ միակողմանի տեղեկատվությունից։ Նախ դատավարությունները անհնար է դիտարկել չունենալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստը, եւ եթե մենք կտրում ենք համատեքստից, թվում է թե այնտեղ կա դատավարություն, որտեղ ինչ որ ահաբեկիչների են փորձում դատապարտել։ Բայց երբ մենք տեսնում ենք, որ խնդիրը ծագել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից եւ Ադրբեջանը փոխարենը ընդունի հակամարտության լուծման թույլատրելի ձևաչափը, որը ԵԱՀԿ Մինսկի խումբն էր, որը իդեպ մանդատ ուներ նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից լուծելու այդ հակամարտությունը, Ադրբեջանը պարզապես անտեսեց այդ ձևաչափը, իր ապակառուցողական գործողություններով ապալեգիտիմացրեց եւ ուժի եւ արտաքին քաղաքական գործոնների շնորհիվ դրսևորեց ագրեսիա եւ միջազգայինորեն կայացած իրավունքը ու պարզապես ոչնչացրեց։ Եվ այս զարգացումները ըստ էության միջազգային հանրության ուժեղ հակադարձությանը չարժանացան, այսինքն միջազգային կառույցները, այո, ունենալով գնահատական, որ կա միջազգային իրավունքի խախտում, կոշտ մեթոդների չդիմեցին, ինչպիսիք որ կիրառում են օրինակ նույն ռուս-ուկրաինական հակամարտությունում կամ աշխարհի այլ տարածաշրջաններում, եւ Ադրբեջանը բացառապես քաղաքական դրդապատճառներով, նաեւ հակամարտության արդյունքում իր վերահսկողության տակ հայտնված ռազմաքաղաքական ղեկավարությանը այս բեմականացումների մաս դարձրեց, ընդ որում այս դատավարությունները մի շարք նպատակներ ունեն։ Մենք բոլորս տեսնում ենք, այո, ներքաղաքականը, որտեղ կա ուժի ցուցադրում, Ալիևյան կլանի վերադիրքավորում եւ նաեւ ներքին քաղաքականության մեջ այդ գործոնի շահարկում, բայց խնդիրը իհարկե ունի նաեւ արտաքին կոմպոնենտը։ Այս դատավարություններում մենք կարմիր գծի պես տեսնում ենք մի ուղղություն, որ բոլոր գործողությունները ծրագրավորվել են, նախապատրաստվել են եւ հրահանգավորվել են Հայաստանի Հանրապետության կողմից։ Եվ սա պատահական չէ, քանի որ Ադրբեջանի արտաքին քաղաքական թեզերը կապված էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու հետ, եւ այս դատավարությունների միջոցով իբր թե Ադրբեջանը հավաքագրում է ապացուցողական բազա ցուցադրելու համար, որ 90-ական թվականներին ոչ թե Արցախի բնակչությունը ինքնորոշվել է, այլ Հայաստանի Հանրապետությունը ագրեսիա է դրսևորել, զավթել է ադրբեջանական տարածք
միտքը եւ այդ տարածքում ներդրել է իր խամաճիկային վարչակազմը, որպեսզի պահպանի սուվերենություն եւ վերահսկողություն ադրբեջանական տարածքների նկատմամբ։ Եվ նման թեզերի պայմաններում հասկանալի է, որ խնդիրը բացառապես քաղաքական է եւ մյուս գործոնն է այստեղ միանում, դա Ադրբեջանում դատական իշխանության վիճակը։ Մենք օրինակ բազմիցս քննադատում ենք նաև Հայաստանի դատաիրավական բարեփոխումները, բայց ես նշեմ, որ պարզապես ընդհանրության եզրեր չկան, որովհետև Հայաստանում մենք ունենք անկախ դատական ակտեր, փաստաբանները իրենց սկզբունքային գործունեությամբ կարող են ազդել դատական ակտերի վրա եւ կոնկրետ, գործերով կարող են ավելի ուժեղացված ազդեցություններ լինեն, բայց համակարգը քիչ թե շատ ինքնավար կերպով է գործում, իսկ նման միջավայր իսպառ բացակայում է Ադրբեջանում, այստեղ դատական իշխանությունը գործադիր իշխանության կցորդն է եւ սպասարկում է քաղաքական պատվերներ, նաեւ այն պարագայում, երբ տուժողի դերում հանդես են գալիս սեփական քաղաքացիները, մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողները եւ իրավապաշտպանները։ Եվ դատական իշխանությունը լինելով կցորդ որևէ կերպ չի կարող հակազդել այս քաղաքական որոշմանը, արդյունքում մենք ունենում ենք բացառապես քաղաքական process, որի նպատակը ադրբեջանական արտաքին քաղաքական թեզերին դատական ամրագրում տալն է եւ հետագայում նաեւ միջազգայինորեն տարբեր ատյաններում այդ դատական ակտերը մեջ բերելով շահարկումներ անելը։ Դուք էլ ձեր խոսքում ասեցիք եւ ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է խմբագրել Արցախյան ազատամարտի բունեությունը։ Այն ըստ էության Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան էր եւ այդ Արցախի ազատամարտը ըստ էության արցախցիների գոյաբանական, սեփական հազարամյա բնորանում ապրելու, անվտանգ ապրելու իրավունքի համար պայքար։ Հիմա ինքը ներկայացնում է որպես ահաբեկչական գործողություն այդ ամենը։ Այս ամենը մենք կարողանում ենք հասցնել միջազգային հանրություններով։ Մեր պետությունը որևէ քայլ այդ ուղղությամբ անում է։ Ցավով պետք է արձանագրեմ, որ շատերը անտեղյակ են իրողություններից եւ մենք անտեղյակություն ենք տեսնում նաեւ միջազգային իրավական համայնքում, որոնք այս կամ այն չափով տեղեկացված են աշխարհի տարբեր հակամարտություններով, դրանց իրավական հիմքերի առնչությամբ փորձում են գնահատականներ ձևավորեն, օրինակ միջազգային համաժողովների ընթացքում մենք առերեսվում ենք այդ իրականությանը, որ կա անտեղյակություն եւ համանման խնդիր տեսնում ենք նաեւ դիվանագիտական հարթակներում, օրինակ երբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջաններ, որտեղ հասկանալի է, որ ներկայացված են բոլոր պետությունների, ՄԱԿ-ի անդամ պետությունների պատվիրակները եւ այստեղ ակտիվ գործունեություն են իրականացնում հասարակական կազմակերպությունները, թե տեղական եւ թե միջազգային, բազմաթիվ դիվանագետներ եւ միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ անտեղյակ են, պատկերացրեք, որ նրանք անգամ չգիտեին, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը դադարեցնելու ծանուցում է տվել Ադրբեջանը, կամ մենք տեսնում էինք, որ Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը խոսում էր Վենեսուելայում կամայական ազատազրկումների մասին, բայց որևէ կերպ չէր արծարծում Ադրբեջանում կամայական ազատազրկումների խնդիրը, որը առնչվում է ոչ միայն ադրբեջանցիներին, այլ նաև էթնիկ հայերին, եւ այդ կամայական ազատազրկման պրակտիկան նաև մոտիվացված է զոհերի էթնիկ պատկանելիությամբ, եւ այն պարագայում, երբ փորձում էինք հասկանալ դրդապատճառները, արդյոք դրանք միայն քաղաքական էին, պարզում էինք, որ ոչ, կար անտեղյակություն, այսինքն այստեղ չի վարվում շատ ագրեսիվ, ակտիվ արտաքին քաղաքականություն եւ դիվանագիտություն, որի պայմաններում հնարավոր կլինի ունենալ միջազգային հանրության
ինտենսիվ ներգրավվածություն, մյուս կողմից կան խոսույթներ, որոնք մեկուսացնում են միջազգային հանրությանը կամ պասիվացնում նրանց ներգրավվածության աստիճանը։ Օրինակ, երբ քննարկվում է, որ խնդիրները ունեն բացառապես երկկողմ բնույթ, հայ-ադրբեջանական հարաբերությունները զարգանում են դրական դինամիկայով, արտաքին ներգրավվածությունը խոչընդոտում է կառուցողական երկխոսությանը, նման խոսույթների պայմաններում բազմաթիվ գործընկերներ ձեռնպահ են մնում դիրքորոշում ձևավորելուց, քանի որ դա ընկալվում է միջամտություն, որը վնասում է երկկողմանի հարաբերության ներգրավված պետությունների շահերին։ Եվ այս խոսույթը ինքնըստինքյան ևս պասիվացնում է միջազգային հանրությանը։ Եվ իհարկե կա նաև մյուս գործոնը հանրային դիվանագիտության, Հայաստանի հասարակական կազմակերպությունները քիչ թե շատ ակտիվություն են որոշ ժամանակահատվածում ցուցաբերել ներքին մարդու իրավունքների խնդիրների առնչությամբ, բայց հեղափոխությունից հետո կարծես թե այս ներքին մարդու իրավունքների խնդիրները վերացան նրանց օրակարգից եւ արտաքին մարդու իրավունքների խնդիրները չմտավ նրանց օրակարգ, ուստի կարելի է ասել, որ սահմանափակ թվով հասարակական կազմակերպություններ են, որոնք աշխատում են դրսի իրենց գոլեգաների հետ եւ ջատագովության շնորհիվ դարձյալ իրազեկում են խնդիրների մասին, պահանջում են արձագանք, աջակցություն։ Եվ այստեղ էլ ստացվում է, որ ռեսուրսը սահմանափակ է, չկա պետության կողմից իրականացվող ուժեղ դիվանագիտություն, կա հանրային դիվանագիտության սահմանափակ ռեսուրս եւ կա հստակ խոսույթ, որ միջազգային գործընկերները պետք է ձեռնպահ մնան միջամտելու դրական զարգացող հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Սա ընդհանուր ձևավորում է անտարբեր չեզոք միջավայր, որպիսի պայմաններում կարծում եմ Ադրբեջանը շատ հանգիստ կերպով առաջ է մղում իր քաղաքական օրակարգերը։ Անդրադառնանք պետության կեցվածքին, դատավարությունից պարբերաբար երևում է, որ երբեմն սայրերը ուղղվում է դեպի Հայաստանի իշխանությունը, բնականաբար իրենց գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ կան մեղավորներ, որոնք գտնվում են Հայաստանում։ Այս դեպքում մեր Հայաստանի իշխանությունների գործող պահվածքը ինչով կգնահատեք, արդյոք որոշակի պայմանավորվածություններ կան, որ իրենք ապահովված են հետագա մեղադրանքներից ադրբեջանական կողմից։ Նման երաշխիքներ չեն կարող լինել, եթե անգամ այս փուլում դրանք տրված են, եւ հայ-ադրբեջանական հարաբերություններում անգամ միջնորդ երկրների մասնակցությամբ տրված քաղաքական հանձնառություններն են խախտվել։ Մենք դա տեսանք նաեւ նոյեմբերի 9-ի հայտարարության պարագայում, երբ Ադրբեջանը կյանքի չկոչեց բոլորը բոլորի դիմաց վերադարձի սկզբունքը եւ այս պահին էլ 20 թվականի հոկտեմբերին գերեվարված անձինք դեռևս պահվում են Ադրբեջանում եւ հասկանալի է, որ վստահելի գործընկեր չէ Ադրբեջանը, որը կհետևի, չգիտեմ, բանավոր պայմանավորվածություններին։ Բայց մենք հետեւյալ դիտարկումն ունենք, առհասարակ, որ կորզվում էին ցուցմունքներ կամ արհեստականորեն մեղադրանքներ էին հնչեցվում նախկին իշխանությունների հասցեներին, այստեղ ակտիվ վարք չնկատեցինք գործող իշխանությունների, բայց երբ օրինակ քննարկման առարկա էր դառնում 20 թվականի պատերազմը, հատկապես օրինակ Գյանջայի ուղղությամբ ռազմական գործողությունները, դրանց հրահանգավորումները, այո, Ադրբեջանի դատավարություններից
հնչեցվեցին, տեսակետներ, որ դրանք համաձայնեցված են եղել տվյալ պահին գործող իշխանությունների հետ։ Այս զարգացման ֆոնին մենք ունեցանք վարչապետի հայտարարություն այն մասին, որ գերիները ենթարկվում են տարբեր ազդեցությունների, բռնությունների, ընդհուպ մինչև հոգեմետ դեղորայքների օգտագործմամբ, եւ այս մասով նաև արձագանք եղավ թե Ադրբեջանի իշխանությունների կողմից եւ թե դատավարության մասնակիցների կողմից։ Ուստի մեկնաբանությունը հետեւյալն է, որ այն պահից, երբ թիրախում հայտնվեցին գործող իշխանությունները, այդ հայտարարությունների արժանահավատությունը նսեմացնելու, նվազեցնելու նպատակով, այո, առաջ քաշվեց անգամ հետախուզական տվյալների միջոցով, հոգեմետ դեղորայքների օգտագործման կանխավարկածը, որպեսզի այդ հայտարարությունները փոխակերպվեն ցնդաբանությունների, բայց այն պայմաններում, երբ նույն գերիները խոշտանգումների ներքո տալիս էին Հայաստանի շահերին վնասող այլ հայտարարություններ, նման արձագանքներ չէին հնչում, դրա համար ցավոք սրտի այս արձագանքներն էլ կրում են խիստ քաղաքական բնույթ եւ հայտարարությունները ոչ թե արվում են այնտեղ գտնվող գերիների իրավունքների պաշտպանության դիտանկյուններից, այլ հաշվի առնվում հենց քաղաքական զարգացումները կամ քաղաքական նկարագիրը տվյալ պահի փոխհարաբերությունների։ Ինչ եք գտնում Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախ-Ադրբեջանի կազմում ճանաչելը արդյոք չձերբազատեց Բաքվին նախ Արցախի դեմ ռազմական հանցագործությունների, այնուհետև Բերձորից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության առևանգմանը եւ այս ամբողջ դատական ֆարսին։ Ես կարծում եմ դրանք առավելապես վնասեցին Հայաստանի շահերին եւ ինչու ոչ նաեւ բնականաբար Արցախի, օրինակ բազմաթիվ դատական գործընթացներում ադրբեջանական կողմը մեջ է բերում այդ հայտարարությունը հիմնավորելու Հայաստանի պատասխանատվությունը միջազգային արբիտրաժային դատարանում, երբ Ադրբեջանը հայց է ներկայացնում Արցախի տարածքում, օրինակ հեկերի շահագործման առնչվող հարցերի վերաբերյալ, կոչում է տնտեսական գործունեությունը, կարողանում է հիմնավորել Հայաստանի պատասխանատվությունը հենվելով նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի հայտարարության վրա, որ եթե Հայաստանի իշխանությունները ճանաչում էին, որ Արցախը կամ ճանաչում են, որ Արցախը Ադրբեջան է, նշանակում է նրանք տնտեսական գործունեություն են իրականացրել Ադրբեջանի տարածքում, չունենալով ադրբեջանական իշխանությունների թույլտվությունը եւ այդ տնտեսական գործունեությամբ, օրինակ, վնասել են շրջակա միջավայրին, ունեցել են օգուտներ եւ նաեւ սահմանափակել են Ադրբեջանի իշխանությունների հնարավորությունները ռեսուրսների օգտագործմամբ գեներացնել օգուտներ, այսինքն այստեղ նաեւ բաց թողնված վնասի գաղափարն են առաջ քաշում եւ ողջ բեռը դնում են Հայաստանի Հանրապետության վրա։ Սրանք դատական գործընթացներում իհարկե ունենալու են ապացուցողական նշանակություն, բայց խնդիրը քաղաքականից զատ կարող է ունենալ տնտեսական, նյութական, ֆինանսական հետևանքներ Հայաստանի Հանրապետության եւ ողջ բնակչության վրա։ Ես չեմ կարծում, որ այդ արտահայտությունները որևէ կերպ կարող են օգնել հարաբերությունների նորմալացմանը, դրա համար գնահատում եմ բացառապես վնասող հայտարարություններ, որոնք լավագույն պարագայում պետք է ներկայացված լինեին, չգիտեմ, արտաքին ճնշումների ներքո, թերևս միակ արդարացումը, որը կարծում եմ լեգիտիմ արդարացում չէ, որ պարզապես ճնշումների, հարկադրանքների, բռնությունների ներքո են գործում եւ սրանով է պայմանավորված, որ կարող են նման արտահայտություններ թույլ տալ։ Ինչ վերաբերում է
Ադրբեջանի, կարծում եմ Ադրբեջանի գործողությունները ավտոնոմ են եւ բոլոր դեպքերում Ադրբեջանը երկարաժամկետ պլանավորում ունեցել է, ոչնչացնել Արցախի պետականությունը եւ այո, երկարաժամկետ որևէ process կասեցնելու նպատակով ցանկալի էր նաեւ պատժիչ գործողություններ իրականացնել այդ պետականությունը կերտած պետականության կայացման գործում ներդրում ունեցած անձանց նկատմամբ եւ օրինակ դատավարությունների մեջ ես եւս սիմվոլիզմ տեսնում եմ իհարկե այստեղ մենք ունենք ամբաստանյալի կարգավիճակով անձինք, բայց դատավարությունը մեծ հաշվով Արցախի ինքնորոշման իրավունքի դատապարտման մասին է Այսինքն մեղադրյալի աթոռին Արցախի ողջ բնակչությունն է, որը ինքնորոշվել է եւ անկախություն է ինքնահռչակել, անջատվելով Ադրբեջանից եւ այստեղ դատապարտում են հենց այդ իրավունքը եւ առավել քան վստահ եմ, որ ցմահ ազատազրկումն է որպես պատժատեսակ ընտրվելու, նաեւ այն նշանակությամբ, որ Արցախի ինքնորոշման իրավունքը ցմահ ազատազրկված է եւ այն անդառնալի է, այն այլևս գոյության իրավունք չունի եւ Արցախահայությունը չի կարող կոնսոլիդացվել հանուն Արցախի ինքնորոշման իրավունքի Տիկին Սահակյան, այսօր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ մեր մյուս գերիներին, այսպես ասած, դատում է մի դատարան, որը ժամանակին արտարացրել է հայ սպային կացնահարած Սաֆարովին։ Որևէ իրավական գործընթաց չի իրականացնում Արցախում ծերունիներին մորթած, գնդակարած ադրբեջանցիների նկատմամբ։ Մենք այս իրողությունը կարողանում ենք հասցնել միջազգային համապատասխան կառույցներին։ Սա լրիվ ընկալելի է միջազգային հանրության համար եւ նշեմ, որ Ադրբեջանում հայերի առնչությամբ պաշտպանության միջոցներ չկան, օրինակ երբ իրավապաշտպանները, փաստաբանները կարողանում են Ադրբեջանի պատասխանատվության խնդիրը ուղիղ դնել մարդու իրավունքների եվրոպական դատարանում առանց սպառելու ադրբեջանական դատարանները, այստեղ կա հստակ ձևավորված իրավական դիրքորոշում, որ հայաձացության եւ հայերի նկատմամբ համակարգված խտրականության պարագայում Ադրբեջանում գործող դատարանները չեն կարող ընկալվել որպես հայերի խախտված իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցներ եւ սա է պատճառը, որ միջազգային ատյանները հայերին ազատում են ադրբեջանական ատյանները սպառելու պարտականությունից եւ ուղղակիորեն քննում են գործերը նաեւ նշեմ, որ կյանքի իրավունքի խախտումների, խոշտանգումների, առևանգումների բարագայում մենք ունենք արդեն իսկ բազմաթիվ դատական ակտեր, երբ Եվրոպական դատանը արձանագրել է, որ Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն խախտել են անձի իրավունք, օրինակ, չգիտեմ, սպանել են փակ հաստատությունում գտնվող հային, այլ նաև զոհերի էթնիկ պատկանելիության հանգամանքով պայմանավորված չեն հետաքննել դեպքը, արդյունավետ քննություն չեն իրականացրել եւ ապահովել են անպատժելիություն հանցագործների նկատմամբ։ Սա արձանագրված է եւ սա նաեւ մեզ կարող է օգնել հեշտությամբ գործի դնել միջազգային քրեական դատարանի հնարավորությունները, եթե իհարկե կրկին քաղաքական պատճառներով Հայաստանը ձեռնպատ չմնա այս մեխանիզմը գործարկելուց, այս մեխանիզմը լրացուցիչ սկզբունքով է աշխատում, այսինքն պետք է ցուցադրել, որ պետությունը պատասխանող չի իրականացնում քննություն հանցագործների առնչությամբ, մեկը կարողությունների, մյուսը քաղաքական կամքի բացակայության հիմքով, ըստ էության ադրբեջանցիները իհարկե ունեն կարողություններ բացահայտելու սեփական
դատական հանցագործներին, սակայն չունեն քաղաքական կամք, որը պայմանավորված է հայերի նկատմամբ վարվող այդ ռասիստական քաղաքականությամբ։ Ստեղ մենք ունենք շատ բազմաթիվ ակտեր, դիրքորոշումներ, ուղղակի մնում է այդ հանգամանքը ճիշտ օգտագործել այլատյաններում ադրբեջանցի հանցագործների քրեական պատասխանատվության խնդիրը բարձրաձայնելու համար։ Բաքուն պարբերաբար հայտարարում է, որ իր օրենսդրությունը, դատական համակարգի օրենսդրությունը մոտարկված է միջազգայինին, որ իրենք պահպանում են բոլոր ընթացակարգերը, բայց մենք տեսանք նախաքննության խայտառակ ընթացքը, կտանքները, հիմա էլ դատական պրոցեսը, ես չեմ խոսում հայ ներկայացուցիչների մասին, միջազգային չեզոք ներկայացուցիչները կարողանում են գտնվել այդ դատական ֆարսի դահլիճում, մենք տեսնում ենք, որ այնտեղ մեծ թվով մարդիկ կան։ Դատարանում միայն կարող են ներկա գտնվել ցուցակագրված անձինք, որոնց անունները նախապես հաստատվում եւ համաձայնեցվում են գործադիր իշխանության հետ, եւ այս ցուցակից դուրս որևէ անձ, որպես հասարակության ներկայացուցիչ, անկախ դիտորդ, դիվանագիտական անձնակազմի ներկայացուցիչ, զրկված է ֆիզիկապես, դատական նիստերի դահլիճ մուտք գործելու հնարավորությունից, եւ այս ցուցակագրված մարդիկ դրածոներ են, մենք այստեղ ունենք որպես տուժողներ ներկայացող անձին կամ որպես ականատես վկաներ, որոնք իրական կյանքում առնչություն չունեն միջադեպերի հետ, եւ նշեմ, որ այս պրակտիկան նոր չէ, այսինքն Ադրբեջանում արդեն 21 թվականից սկսեցին դատապարտել նաև ռազմագերիներին, եւ օրինակ մենք ունենք դեպքեր, երբ, չգիտեմ, 30 տարի անց ճանաչում քննչական գործողություն են իրականացնում եւ փորձում են մարդու ներկայացնել ճանաչման այն պարագայում, երբ 30 տարվա ընթացքում այնպիսի էական արտաքին փոփոխությունների է անձը ենթարկվում, որ մեկ անգամ տեսած որևէ անձ հնարավորություն չունի իրապես ճանաչելու, բայց անգամ այսպիսի կոպիտ խախտումներով ադրբեջանցիները փորձում են հայթայթել, չգիտեմ, վկաներ, ականատես վկաներ, տուժած անձինք, բայց նրանք իրական դերակատարներ չեն։ Մենք մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համատեղ դիմել ենք Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացությունների, միջազգային կառույցների, միջազգային կազմակերպությունների եւ ինչու ոչ միջազգային հասարակական կազմակերպությունների, խնդրելով իրականացնել դատավարությունների դիտարկում։ Եվ ունենք հետաքրքրական պատկեր, մի շարք դիվանագիտական ներկայացություններ ցանկություն են հայտնել եւ դիմել են Ադրբեջանի իշխանություններին, խնդրելով թույլատրել մոնիտորինգ, սակայն մերժվել է, արգելափակվել է նրանց մուտքը եւ դիվանագետները զրկված են եղել նիստերին ներկա գտնվելու, անմիջական դիտարկելու հնարավորությունից։ Եղել են դեպքեր, որ միջազգային իրավապաշտպանները պաշտոնապես դիմել են, խնդրելով ապահովել մուտք երկիր եւ մուտք դատական նիստերի դահլիճ, կրկին արգելափակվել են օտարերկրյա փաստաբանների մուտքը, որոնք պետք է իրավաբանական աջակցություն ցուցաբերեին եւ ինչու ոչ նաեւ դիտարկեին դատավարությունները, եւ նաեւ անկախ դիտորդներ, որոնք եղել են Ադրբեջանում, կրկին անհաջող փորձեր են արել մուտք գործել եւ դիտարկել դատավարությունները։ Մենք այստեղ ունենք արդեն իսկ ապացույցներ, որ Ադրբեջանը ակտիվ գործողություններով կանխել է անկախ դիտորդների, հետազոտողների, փաստաբանների մուտքը դատական նիստերի եւ իհարկե նպատակը տեղեկատվություն թաքցնելն է, քանի որ դատավարությունը իմիտացվող է, բայց իրականում այստեղ
տեղի են ունենում աղաղակող մարդու իրավունքների խախտումներ, անկախ մասնագետներին մեկուսացնելով Ադրբեջանը կանխում է այդ խախտումների փաստաթղթավորումը։ Այսինքն մենք այստեղ սեփական հանցագործությունները քողարկելու պետական քաղաքականության հետ ենք առնչվում։ Նախորդ օրը հրապարակվեց Ռուբեն Վարդանյանի փաստաբանի ելույթը պաշտպանական, ձեր գնահատականը ինչ ուղերձներ կային, բավականին զուսպ էր, բայց ենթատեքստերից ինձ թվում է պարզ։ Նախ իրապես աննախադեպ քայլ է սա, հաշվի առնելով, թե ինչպիսի կաշկանդվածության մեջ են գործում փաստաբանները, նախ այդ փաստաբանական համայնքում գրեթե անկախ փաստաբաններ չեն մնացել եւ նրանք, ովքեր կան եւ դեռևս մաքարում են, մշտապես գտնվում են պետական ճնշումների ներքո եւ ամեն պահի կարող է դրանց գործունեությունը դադարեցվել, նրանք կարող են քրեական հետապնդումների ենթարկվել եւ անգամ նրանց ընտանիքները չեն կարող անվտանգ զգալ ադրբեջանական միջավայրում, բայց անգամ այս պայմաններում մասնավոր փաստաբանը, այո, չափավորության սահմաններում խիստ մասնագիտական ձևակերպումներով հղեց հանրությանը եւ ներկայացրեց այն հիմնական խախտումները, որոնք տեղի են ունենում, կարծում եմ խիստ կարևոր էր մեղադրանքի հիմնազուրկ լինելուն առնչվող այդ գնահատականները, այստեղ շատ հստակ էր, որ փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում փաստաբանը չի կարողացել դուրս բերել կոնկրետ արարքներ, որոնք վերագրվում են Ռուբեն Վարդանյանին եւ որոնք կարող են ընկալվել որպես ապօրինի գործողություններ, այսինքն հանրային վտանգավորություն ներկայացնող որևէ կոնկրետ արարք չի վերագրվում Ռուբեն Վարդանյանին, փոխարենը առաջ է քաշվում իրավիճակի, պատմական զարգացումների համար Ռուբեն Վարդանյանի անհատական քրեական պատասխանատվությունը, այսինքն Ադրբեջանը դատապարտում է ազգերի ինքնորոշման իրավունքը եւ բոլոր այդ գործողությունները ընկալում է որպես Ադրբեջանի տարածքի դեմ ագրեսիա եւ ռազմական խմբավորումների ապօրինի գործողություններ եւ ստեղծված իրավիճակի բեռը փորձ է անում դնել Ռուբեն Վարդանյանի եւ ինչու ոչ նաեւ մյուս ռազմաքաղաքական ներկայացուցիչների ուսերին եւ սա հակասում է անհատական պատասխանատվության սկզբունքին, որտեղ անձը պետք է կոնկրետ իր արարքի համար պատասխանատվության կանչվի, այդ արարքը պետք է կոնկրետ լինի, ունենա օբյեկտիվ կողմի նկարագրություն, օրենքը պետք է իրավական առումով որոշակի լինի, որպեսզի անձի համար հասկանալի լինի, որ այդ գործողությունը կարող է լինել հանցագործություն եւ այս սկզբունքները ամբողջովին խախտված են, բայց նաեւ ուղերձում վկայակոչում կար արդար դատաքննության իրավունքի դատավարական երաշխիքների խախտումների մասին, այսինքն մենք ունենք ոչ միայն անհիմն մեղադրանք, որը զուրկ է փաստական հիմքերից, մենք ունենք նաեւ պրոցես, որի ընթացքում խախտվում են տարրական իրավունքներ, շեշտադրվում էր նաեւ պաշտպանության իրավունքը, ընդ որում նախորդիվ դատական նիստերի ընթացքում եւս բազմիցս բարձրաձայնվել է, որ պաշտպանական կողմը զրկված է արդյունավետ պաշտպանություն կազմակերպելու հնարավորություններից, քանի որ նախ տեղեկատվություն չի տրամադրվում, անգամ մեղադրական եզրակացությունը ամբողջ ծավալով չէր տրամադրվում պաշտպանական կողմին, կամ բազմաթիվ փաստաթղթեր, որոնք կան քրեական գործում, պետական գաղտնիք լինելու պատճառաբանությամբ դարձյալ չեն տրամադրվում, բայց այդ փակ փաստաթղթերը ինչ որ կերպ օգտագործվում են դատավարություններում եւ վստահ եմ դրանք դրվելու են դատական ակտի հիմքում։ Մենք խոսում ենք 23 հայ գերիների նկատմամբ դատական ֆարսից, բայց ինչքան տեղյակ եմ, մենք ունենք մոտ 8 տասնյակ գերիներ Ադրբեջանում, այս մասով ինչ ունենք։
Նախ նշեմ, որ մենք այո, տարանջատում ենք պաշտոնական թվեր, երբ Ադրբեջանը հաստատում է անձանց գերեվարման փաստը եւ նաեւ այստեղ ապահովված է Կարմիր խաչի տեսակցելու հնարավորությունը եւ մենք կարողանում ենք ստուգել եւ հավաստիանալ, որ անձինք ողջ են, եւ մյուսը գերիներ, որոնք ենթարկվել են բռնի անհետացման, քանի որ Ադրբեջանի իշխանությունները մերժում են նրանց գերեվարման հանգամանքները, հրաժարվում են տրամադրել որևէ տեղեկատվություն նրանց գտնվելու վայրի ճակատագրերի առնչությամբ, չնայած այն բանի, որ հայկական կողմը ունի ապացույցներ այն մասին, որ ադրբեջանական զինծառայողները որոշակի ժամանակահատվածում նրանց զրկել են ազատությունից, այսինքն այս անձինք գտնվել են ադրբեջանցիների ֆիզիկական հսկողության ներքո, ուստի նրանց ճակատագրերի համար միակ պատասխանատուն եղել է եւ լինելու է Ադրբեջանի Հանրապետությունը։ Հիմա այս բռնի անհետացածների թիվը 80-ն է, առնվազն 80-ը, որովհետեւ այս թիվը փաստահավաք գործունեության շրջանակներում է դուրս բերվել, բայց մենք չենք բացառում, որ ավելի մեծ են թվերը, պարզապես ապացույցների ուժով դրանք պետք է հիմնավորելի լինեն։ Այս 80-ի մասով մենք ունենք կայուն ժխտողական մոտեցում Ադրբեջանի իշխանությունների կողմից եւ որևէ դրական տեղաշարժ չկա։ Նրանք տարբեր ատյաններում տալիս են նույնաբովանդակ պատասխան, որ նշված անձինք չեն եղել ադրբեջանական վերահսկողության ներքո, նրանց վերաբերյալ Ադրբեջանը տեղեկություններ չունի, գերիների պատանների հարցերով զբաղվող հանձնաժողովը իր կողմից հաստատված գերիների ցուցակում նշված անձանց անունները չունի եւ նման այս ձևական մոտեցմամբ փորձում են հերքել մերժել պատասխանատվությունը այս 80 անձանց ճակատագրերի նկատմամբ, բայց բոլորի առնչությամբ ընթանում են միջազգային դատական գործընթացներ եւ կարծում եմ դատական գործընթացներով եւս հիմնավորվելու է Ադրբեջանի պատասխանատվությունը այս անձանց ճակատագրերի համար։ Եվ վերջում անդրադառնանք մի կարևոր հարցի, Ադրբեջանի պահանջով խաղաղության համաձայնագրի մեջ ներառվեց միջազգային ատյաններից հայցերի հետ կանչումը։ Հայկական կողմը հայտարարում է, թե դա միակողմանի չի, երկկողմանի է։ Արդյոք այդպես է։ Ինչ ենք կորցնում մենք, ինչ ենք շահում Ադրբեջանը։ Հրաժարվելու գործողությունը, այո, ընդունում ենք, որ երկկողմանի է, այսինքն երկու կողմերը իրենց ներկայացրած միջպետական գանգատներից պետք է հրաժարվեն, բայց նշեմ, որ հայցերը չունեն նույն իրավական արժեքը եւ նշանակությունը։ Նախ Ադրբեջանը ներկայացնում է կեղծ հայցեր հայելային պատկերով։ Այսինքն Հայաստանը լինելով զոհ, օրինակ ներկայացնում է խտրական քաղաքականության վերաբերյալ հայց եւ Ադրբեջանը, որի քաղաքացիները երբևէ Հայաստանի Հանրապետության կողմից չեն ենթարկվել հետապնդումների, էթնիկ պատկանելիության հիմքով չեն սպանվել, չեն խոշտանգվել, հայելային կերպով ներկայացնում է այս հայցը, նույնաբնույթ մեղադրանքներ ներկայացնելով ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ հասկանալի է, որ դատական գործընթացում այս գանգատները ընկալվելու են որպես անհիմն գանգատներ եւ հավանականությունը մեծ է, որ ադրբեջանական հայցերը մերժվելու են եւ անգամ այս փուլում մենք ունենք նման պատկեր, ինչպես գիտեք, միջազգային արդարադատության դատարանում կա այսպիսի դատավարական պրոցես, երբ նախնական առարկություններ են ներկայացնում հայցերի ընդունելիության վերաբերյալ, Ադրբեջանը առարկել էր հայկական հայցին, Հայաստանը ադրբեջանական եւ հետաքրքրական էր, որ
դատարանը ամբողջովին մերժեց ադրբեջանական առարկությունները, իսկ Հայաստանի առարկությունները ընդունեց եւ 3 առարկություններից 2-ը Հայաստանի համարեց հիմնավոր, որպիսի պայմաններում ադրբեջանական գանգատի ծավալը նվազեց, այսինքն այս պահին 2/3-ով նրանց հայցապահանջները արդեն իսկ անընդունելի են ճանաչվել եւ 1/3-ն է, որ ճանաչվել է ընդունելի եւ ըստ էության քննության շրջանակներում ես վստահ եմ, որ այդ հայցը պետք է որ ամբողջովին մերժվի։ Ուստի առաջին նկատառումս այն է, որ ադրբեջանական հայցապահանջները հիմնավոր չեն, դրանք հայելային մոտեցմամբ ներկայացված կեղծ հայցապահանջներ են, որոնք իրավական պահանջատիրություն չեն կարող ներկայացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Եվ երկրորդը, որ Ադրբեջանը իրավունքը խախտելով ըստ էության քաղաքական ռազմական ճանապարհով նախ զավթեց տարածքներ, կործանեց գոյություն ունեցող ինքնորոշման իրավունքը, այս պահին էլ շարունակաբար օկուպացնում է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները եւ ագրեսիային զուգահեռ իրականացրեց միջազգային բնույթի հանցագործություններ, առնվազն պատերազմական հանցագործությունները եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները անվիճելի են, բռնի տեղահանումը, նույնիսկ եթե մենք քննարկման առարկա դարձնենք, կարող է դառնալ ցեղասպանություն համատեքստը հաշվի առնելով, անվիճելի է, որ այն առնվազն համարվում է մարդկության դեմ ուղղված հանցագործություն, եւ ստացվում է, որ Ադրբեջանը ուժի գործոնով կարողացավ խախտել իրավունքը, Հայաստանի, Արցախի եւ հայերի իրավունքները եւ մենք այդ խախտված իրավունքները վերականգնելու այլ ճանապարհ, քան իրավականը ուղղակի չունենք եւ եթե մենք հրաժարվում ենք հայցերից, ստացվում է, որ մենք լեգիտիմացնում ենք ադրբեջանական ձեռքբերումները, այսինքն թույլատրելի ենք համարում Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ եւ ադրբեջանական զորքերի տեղակայումը Հայաստանի սուվերեն տարածքում, մենք ընդունելի ենք համարում որպես արդյունք, որ Արցախը այլևս չի կարող ինքնավարություն ունենալ եւ արցախցիների վերադարձի իրավունք գոյություն չունի, այսինքն մենք համակերպվում ենք այն հանցագործությունների հետ, որոնք տեղի են ունենում եւ զրկում ենք նաեւ ապագա սերունդներին նախկին դրությունը վերականգնելու, իրավունքի խախտումները վերացնելու հեռանկարից։ Ստացվում է, որ մենք ամբողջ ծավալով լեգիտիմացնում ենք Ադրբեջանի ապօրինությունները, բայց այստեղ կա նաեւ մյուս մասը, որ այդ հայցերից առնվազն մեկը վերաբերում է խտրական քաղաքականությանը հայերի հանդեպ, որը միայն ներքին գործոններով չի կարող վերացվել, այսինքն այն փոխարենը մեծացող երևույթ է եւ մենք դա տեսնում ենք նաեւ դատավարությունների համատեքստում, նույն դատավարությունները օգտագործվում են հայերի նկատմամբ ատելությունը խորացնելու նպատակով, դատավարության օրերին, երբ միակողմանի ադրբեջանական մամուլը լուսաբանում է, դուք կարող եք նկատել, թե ինչպիսի ագրեսիվ խոսույթ է օգտագործվում հայերի նկատմամբ եւ նման ինտենսիվությամբ դատավարությունները մեծ ատելություն են շարունակաբար գեներացնում հայերի դեմ եւ սա շատ վտանգավոր է հաշվի առնելով, որ մենք հարևան պետություններ ենք եւ ատելության միջավայրը նոր անվտանգային իրական խնդիրներ է առաջ բերելու Հայաստանի համար եւ ստացվում է, որ եթե Հայաստանը հրաժարվում է
խտրական քաղաքականությանն առնչվող իր հայցից, մենք թույլատրելի ենք համարում այդ քաղաքականությունը եւ դրա մեղման վերացման որևէ այլ փոխարինող գործիք չունենք։ Սա կարծում եմ նաեւ տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից ունի մեծ կարեւորություն եւ վերջի վերջո այս հայցերից հրաժարվելու այսպես կոչված իրական նպատակը ներկայացնում են իբր թե խաղաղությունը, որ խաղաղության պայմաններում չի կարող լինել վեճ, մենք ճիշտ հակառակ մոտեցման կողմնակից ենք, միայն խաղաղ համագոյության կանոնների ենթարկվող պետություններն են, որ վեճերը լուծում են իրավական ճանապարհով, չի կարող պետությունների հարաբերություններում վեճեր չծագեն եւ միայն խաղաղության ձգտող երկրներն են, որ վեճերը հանձնում են իրավական հարթակների, իսկ այն երկրները, որոնք խաղաղությունը ուղղակի մերժում են, նրանք փակում են իրավական ուղին եւ զինվելով ընդամենը ուժի գործոնով ապահովում են իրենց վայրի քաղաքականությունը եւ այն, որ Ադրբեջանը փորձում է ամեն գնով հեռանալ իրավական հարթակներից, մեզ համար վկայություն է, որ խաղաղություն չի կարող լինել եւ նրանք պատրաստ չեն վեճերի կարգավորման խաղաղ մեթոդներին եւ անընդմեջ փնտրում են վեճերի կարգավորման այլ անթույլատրելի մեթոդներ, ինչպիսին ռազմականն է։ Ճշմարտության այսպիսի պարզ ներկայացմամբ էլ ավարտենք, շնորհակալ եմ Տիկին Սահակյան կարևոր զրույցի համար։ Շնորհակալություն։ Պանորամայի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, մեր հյուրն էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։ Շնորհակալություն մեզ ունկնդրելու համար, կհանդիպենք առաջիկա եթերներում, ցտեսություն։